համայնքների հարգարժան ղեկավարներ, ավականիների հարգարժան անդամներ, տիկնայք և պարոնայք, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ։ 20 տարի առաջ 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացան համայնքների ղեկավարների և ավականիների մեր առաջին ընտրությունները։ Դրանով Հայաստանում ներդրվեց տեղական ինքնակառավարման մի նոր ժողովրդավարական համակարգ, որը սկզբունքորեն տարբեր էր նախկինից։ Այդ ընթացքում հաճախ առաջ ենք ընթացել փորձարկման մեթոդաբանությամբ, քանի որ այս ոլորտում մեր սեփական պատմական ավանդույթը վաղուց ընդհատված է։ Այդ բացը հաճախ լրացրել ենք միջազգային հանրության օգնությամբ։ Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում ներկա գտնվող դիվանագետներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մեզ ցուցաբերված բազմաբնույթ օժանդակության համար։ Տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը և կատարելագործմանը հատկապես նպաստեց Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։ Այս բնագավառում մեր առաջընթացի կարևոր գրավականներից էին օրենսդրության համապատասխանեցումը տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին և դրա արդյունավետ կիրառումը։ Հարգելի գործընկերներ, այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում ոչ միայն կայացել է, այլև ապացուցել իր կենսունակությունը։ Ինչպես կաթիլի մեջ արտացոլվում է ամբողջ ծովը, այդպես էլ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում արտացոլվում են մեր երկրում ընթացող հասարակական գործընթացները։ Երբ որ ես ասում եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգը կայացել է, ասածս չի նշանակում, որ մենք չունենք թերություններ այդ ոլորտում, ասածս չի նշանակում, որ մեր բոլոր համայնքների ղեկավարությունը կայացել է, ասածս չի նշանակում, որ թերացողներ չկան, ասածս նշանակում է հետևյալը, որ իրոք համակարգը կայացել է և մենք մշտապես պետք է աշխատենք կատարելագործել այդ համակարգը։ Տեղական ինքնակառավարման համակարգը պետք է վայելի համայնքների բնակիչների անվերապահ վստահությունը։ Այն պետք է դառնան մեր քաղաքաբնակների և գյուղաբնակների բազմաթիվ խնդիրներ ու հարցեր լուծելու առաջին ատյանը։ Անհրաժեշտ է, որ մարդիկ գործնականում համոզվեն, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ապրում են իրենց հոգսերով։ Անհրաժեշտ է, որ այդ մարմիններն իրենց ողջ կարողությամբ լուծվեն համայնքային խնդիրները կարգավորելու գործին։ Այսօր բավական չէ միայն արձանագրել եղած հարցերն ու խնդիրները, այդ մասին զեկուցել ինձ, վարչապետի կամ տարածքային կառավարման նախարարին։ Այդ գործառույթի մի մասը հաջողությամբ իրականացնում են լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները։ Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների սպասելիքներն ավելին են և նրանք, ովքեր չեն կարողանա գտնել իրենց համաքաղաքացիների և համագյուղացիների առօրյա հարցերի պատասխանները, պարզապես կվատնեն համայնքի բնակիչների վստահության քվեն։ Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է իրենց աշխատանքը կազմակերպեն որպես լուրջ և վստահելի գործընկերներ։ Տարիներ շարունակ մենք զգալի միջոցներ ենք ներդրել երկրի համաչափ զարգացումն ապահովելու համար։ Կատարվում են լուրջ ներդրումներ մարզերի կարողությունները, կրթամշակութային և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ։ Սակայն այստեղ համայնքի ղեկավարները
պետք է բացառել սպառողի հոգեբանությունը։ Նրանք, ովքեր արդյունավետ կաշխատեն, կստանան ավելի մեծ աջակցություն։ Մենք Եվրամիության արևելյան գործընկերության շրջանակներում մշտապես շփվում ենք եվրոպական կառույցների հետ եւ այնտեղ կա շատ մի լավ սկզբունք, ավելի դիմաց։ Մենք էլ ենք այս սկզբունքով աշխատելու եւ ով ավելի շատ աշխատի, ով հնարավորություններ գտնի, մենք այդ հնարավորությունները կրկնապատկելու ենք, եռապատկելու ենք, տասնապատկելու ենք։ Վերջերս շատ հաճախ է հնչում, որ մեր տունը մենք պետք է կառուցենք, մեր գյուղը մենք պետք է կառուցենք, մեր հայրենիքը մենք պետք է շենացնենք։ Եվ սա զուտ միայն խոսքեր չեն, օգնում են այն մարդկանց, ովքեր աշխատում են խնդիրներ լուծել։ Ովքեր չեն աշխատում խնդիրներ լուծել, ովքեր իրենց հույսը դրել են միայն ու միայն օժանդակության վրա, նրանց ուղղակի խղճում են։ Ես ասում եմ եւ պետության մակարդակով, եւ համայնքների մակարդակով, եւ ընդհանրապես, կենցաղում էլ է այդպես։ Կարող մարդուն են օգնում։ Հատուկ հոգատարություն են ցուցաբերում սահմանամերձ համայնքներին, որոնք տասնամյակներ շարունակ պատվախնդրորեն ապրում եւ մաքարում են գնդակոծությունների պայմաններում։ Սա աշխատանքի առանձնահատուկ ուղղություն է, որն իմ ուղղակի ուշադրության եւ վերահսկողության տակ է։ Արդեն սահմանել ենք մի շարք արտոնություններ այդ համայնքների համար, իրականություն են դարձել ներդրումային ծրագրեր, ստեղծվել են նոր արտադրություններ եւ աշխատատեղեր։ Բնական է, որ արվածը շատ չնչին մասն է կազմում այն ամենի, ինչ որ մենք պետք է անենք ապագայում, որովհետև ոչ միայն արածն է քիչ, այլ պրոբլեմներն են շատ։ Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մի ողջ մարզում 1, 2, 3 նոր արտադրություններ դնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը, դա խնդիրների լուծման սկիզբն է եւ երբեք մենք ինքներս մեզ պետք է հանգստացնենք, ասենք, որ այս բաները արել ենք։ Բնական է, ինչպես ասեցի, մենք եղածով չենք բավարարվելու եւ շարունակելու ենք հետեւողական աշխատանքը այս ուղղությամբ։ Մեր ուշադրության կենտրոնում են նաեւ վարչատարածքային բարեփոխումները, որոնց մեկնարկը արդեն տրված է։ Համայնքների խոշորացումը ինքնանպատակ չէ։ Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կարողանան արդյունավետ գործընկեր դառնալ հանրային կառավարման ոլորտում մեր նախաձեռնած փոփոխություններում եւ կխթանեն ապակենտրոնացումը։ Շարունակելու ենք կարևորել նաեւ ավականուն որպես առանցքային ինստիտուտի մրցակցային ձևավորումը եւ նրանց գործունեության հաշվետվողականության բարձրացումը։ Այստեղ էլ ուզում եմ անկեղծ ձեզ ասել, որ մենք նպատակ չունենք մի սանրով սանրել ողջ հանրապետությունը։ Այստեղ որևէ շաբլոն գոյություն չունի։ Այդպես չի, որ մենք անպայման ուզում ենք 5 գյուղ, 7 գյուղ, 9 գյուղ կամ կամայական թվով գյուղեր, համայնքներ միավորել։ Մեր նպատակն է, որպեսզի կարողանանք մեր բնակիչների խնդիրների լուծումը հեշտացնել, կյանքի որակը բարելավել։ Հարց է առաջանում, ինչպես կարելի է եղած միջոցներով բարելավել գյուղացիների կամ քաղաքում ապրողների կենսամակարդակը։ Ես ասում եմ հետևյալ ձևով կարելի անել, ինչպես ընդունված է ողջ աշխարհում։ Եթե տրամաբանական հեռավորության վրա գտնվող համայնքները միավորվել, դա նշանակում է, որ մի համայնքում մենք կարող ենք ունենալ բավականաչափ թվով աշակերտներ եւ լավ դպրոց։ Մեկ այլ համայնքում կարող ենք ունենալ
ժամանակակից բուժ հաստատություն եւ այսպես ավելի։ Ինչ է կարծում, որն է ավելի լավ։ 7 գյուղում մենք ունենանք դպրոցներ 30-40 աշակերտով, թե ունենանք նույն 7 գյուղերի համար 200-300 հոգանոց դպրոցներ, աշակերտի համար դպրոցներ։ Մենք սրանով կլուծենք նաև մանկավարժների հարցը։ Գաղտնիք չէ, որ մեր համայնքներում եւ հատկապես հեռավոր գյուղական համայնքներում մենք ինչ խնդիրներ ունենք մասնագետների հետ կապված։ Չունենք որակյալ իրավաբաններ, քիչ են որակյալ ուսուցիչները, քիչ են որակյալ բժիշկները։ Այս խնդիրը մենակ այսպես կարող ենք լուծել։ Ժամանակի ընթացքում մենք շատ ավելի լավ ենք ապրելու, քան հիմա ենք ապրում։ Ուղիղ այնպես, ինչպես 96 թվականին, երբ որ այս համակարգը կառուցվում էր, վստահ եմ, շատ գյուղապետեր մտածում էին, որ դժվար թե բարելավում եղավ։ Այնպես որ ես խնդրում եմ բոլորիդ աջակցել կառավարության նախաձեռնությանը։ Խնդրում եմ բոլորիդ աջակցել մեր նախաձեռնությանը։ Շատ բաներ մեզ հասկանալի է։ Մենք ցավոք սրտի թեև փոքր երկիր ենք, բայց այս փոքր երկրում կային համայնքներ, որոնց ջուրը երբեք մի առվով չի հոսել։ Մենք այդպիսի պարագաներում ըմբռնումով, ընկալումով կմոտենանք։ Բայց արդյոք ժամանակը չի, որ այդ փոքրիկ առվակները միացնենք եւ ունենանք մի լավ առով։ Ինչ է նշանակում, հարևան գյուղի հետ մենք չենք կարող միացնել։ Ինչու չենք կարող։ Կարող ենք, եթե ցանկանանք։ Իսկ մենք պետք է ցանկանանք։ Հարգելի գործընկերներ, այժմ մեր խնդիրն է բոլոր համայնքներում ամրապնդել այն դրականը, որ կա երկրում եւ հիմնովի արմատախիլ անել բացասականը։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է պահանջատեր լինի այս հարցում։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է համայնքի ղեկավարությունից պահանջել արդյունավետ աշխատանք եւ լավ կառավարում։ Գանձված տեղական կուրքերի եւ վճարների դիմաց մենք ակնկալում ենք համարժեք ծառայություն։ Կարծում եմ, որ այն մեկի համար գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ շատ պարագաներում մարդիկ բավարարվում են իրենց խնդիրները ժողովրդական լեզվով ասած, իրենց դարդերը մի պաշտոնյայի պատմելու։ Դրանով մարդիկ բավարարվում են։ Այսինքն շատ դեպքերում, որպեսզի համայնքի բնակիչները գոհ լինեն համայնքի ղեկավարից, բավարար է, որպեսզի համայնքի ղեկավարը այդ մարդկանց հետ շփվի, լսի։ Ես երբ որ այս տոնով եմ խոսում, հարգելի համայնքի ղեկավարներ, չի նշանակում, որ մեզ մոտ չկան այդպիսի։ Ոչ, իհարկե կան։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի բոլորը այդպիսին լինեն։ Ուզում եմ, որպեսզի համայնքի բնակչությունը, ինչպես սկզբում ասեցի, իդեմս համայնքապետի տեսնի իր խնդիրների առաջին լուծողի։ Վստահ եմ, որ այդպիսի պահանջի պարագայում դրական փոփոխություններն արագ իրականություն կդառնան, փոխելով մեր երկրի ամբողջ դիմագիծը։ Ճիշտ ինքնակազմակերպումը եւ ինքնակառավարումը մեր զարգացման ամենահուսալի ճանապարհն է։ Ամուր համայնք, ամուր ընտանիք, ամուր պետություն։ Ահա ուժեղ Հայաստանի մեր բանաձևը։ Եվ խնդրում եմ, որպեսզի դուք ձեր բեռի մասը կրեք ցանկությամբ, կամեցողությամբ եւ մեծ պատասխանատվությամբ։ Կասկած չունեմ, որ այստեղ ներկա են բազմաթիվ արժանավոր կանայք եւ տղամարդիկ, ովքեր համայնքի ղեկավարի պաշտոնում պատվախնդիր են իրականացնում իրենց առաքելությունը։ Իսկ լինել համայնքի ղեկավար դա առաքելություն է։ Առավել ևս փոքրաթիվ համայնքի ղեկավար։ Ոնց որ մի մեծ ընտանիքի համար պատասխանատու, առանց որևէ շահի, առանց որևէ բանի։
եւ երբ որ մարդ իր բեռը կրում է պատվախնդրությամբ, նա չի կարող հարգանքի չարժանանալ։ Եվ այդ պատվախնդիր մարդկանցից մի քանիսն այսօր պարգևատրվելու է։ Սրտանց շնորհավորում եմ նրանց այդ կապակցությամբ, նաև կասկած չունեմ, որ կան այլ արժանավորներ, որոնց պարգևները դեռ առջևում են։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, արդյունավետ աշխատանք եւ նորանոր հաջողություններ իբարս Հայաստանի եւ ի նպաստ մեր ժողովրդի բարօրությանը։